Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 26-ից 27-ը աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում, կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին։ Վարչապետը օդանավից կադրեր է հրապարակել։ Այնտեղ նախատեսվում է Փաշինյանի ելույթը։ Նախորդին էլ Մոսկվայում վարչապետը մասնակցել է համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին հանդիպել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր ելույթում վարչապետը նշել է, որ Հայաստանը որոշել է կրկին երկարաձգել իր ատոմակայանի շահագործման ժամկետը 26 թվականից մինչև 36 թվականը։ Ըստ վարչապետի Հայաստանն ամեն ինչ անում է Հայաստանի ատոմակայանի շահագործման ընթացքում անվտանգության ամենաբարձր չափանիշները պահպանելու համար։ Փաշինյանը նկատել է, որ թվային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության լայնորեն տարածումը հանգեցնում են էլեկտրաէներգիայի սպառման զգալի աճի։ Սա իր հերթին մեծացնում է միջուկային էներգիայի արդիականությունը որպես կայուն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուր։ Ըստ վարչապետի ապագայում ատոմային էներգիան կդառնա կայուն էներգետիկ հաշվեկշռի կարևոր տարր։ Мы прилагаем все усилия, чтобы поддерживать самые высокие стандарты безопасности при эксплуатации армянской АЭС. Мы регулярно проводим миссии по проверке и экспертной оценке, отчеты которых четко свидетельствуют о том, что Армения эксплуатирует АЭС в соответствии со стандартами безопасности МАГАТЭ, чему подтверждение отсутствия каких-либо происшествий, связанных с ядерной или радиационной безопасностью. Этот принцип лежал в основе масштабной модернизации, которая была проведена на станции в последние годы, благодаря чему нам удалось продлить срок ее эксплуатации до 2026 года. Основываясь на подобном опыте, Армения, как многие другие страны, приняла решение об эксплуатации АЭС с 2026 по 2036 год. Նրա խոսքով շահագործման ժամկետի երկարաձգումը ամուր հիմք կլինի նոր էներգաբլոկի կառուցմանը սահուն անցնելու համար ատոմակայանի երկարացման շահագործման ժամկետի ավարտից հետո։ Մինչ Մոսկվա մեկնելը վարչապետը կառավարությունում քննարկել էր նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր։ Քննարկվել էին նաև Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական ու անվտանգային ասպեկտներին։ Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել էին տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները, ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների ու ժամկետների վերաբերյալ։ Եվ այս պահին զրուցելու եմ Հայատոմ ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն տեխնիկական գիտությունների թեկնածու պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Պետրոսյան, նախորդին վարչապետը Մոսկվայում էր և ներկայացրեց հայկական ատոմակայանի անվտանգ գործունեությունը ռազմավարական առաջնահերթություն հռչակելու Հայաստանի կառավարության առաջնահերթությունը ըստ էության նաև հայտարարեց, որ շահագործման երկարաձգման հետ գործ ունենք 26 թվականից մինչև 36 թվական ՄԱԳԱՏԷ-ի հետ Հայաստանը կշարունակի համագործակցել։ Ընդհանուր առմամբ դուք ինչպես եք գնահատում վարչապետի այս հայտարարությունները։ Մենք գիտենք, որ տևական ժամանակ քննարկվում է ընդհանրապես հայկական կողմը ամերիկյան թե ռուսական նոր ատոմակայան կառուցելու առաջարկը կընդունի եւ հիմա վարչապետը Մոսկվայում էր, որից անմիջապես հետո Նյու Յորք մեկնեց։ Հիմա երբ վարչապետը այնտեղ ելույթ ունեցավ, ձեր գնահատմամբ Հայաստանը որ ատոմակայանի ուղղությամբ է շարժվում, որ առաջարկի ռուսական թե ամերիկյան եւ Հայաստանի համար որը ավելի շահեկան կլինի, համեցեք։ Այսպես ասենք, ես պահի դրությամբ դեռևս չեն կարող հստակ ասել, թե որ ուղղությամբ պետք է շարժվի։ Կա ռուսական տարբերակ 1200 մեգավատանոց ուրեմն բլոկներ, որը աշխարհի տարբեր կողմերում, տարբեր երկրներում կառուցվել է, շահագործման մեջ է գտնվում։ Կա նրանք տվել են ռուսական կողմը տրվել է
դրա տեխնիկա-էկոնոմիկական ուրեմն հաշվարկները ներկայացրել է մեզ, դա մեկ տարբերակ, ռուսական վերջերս եւս մեկ տարբերակ է այդ եկել, որը բավականին գայթակղիչ է մեզ համար, դա 600 մեգավատ զորությամբ նոր սերնդի ատոմակայաններ են, որոնք նրանք պատրաստում են կառուցել Կոլայի ատոմակայանի փոխարեն, նրանք Կոլա թերակղզում ունեն ատոմակայան, ճիշտ մեր ատոմակայանի բլոկներից է 440 մեգավատանոց 4 բլոկները դեղ ունեն, այն փոխարինելու են այդ բլոկներով։ Դա գայթակղիչ է մեր համար։ Կան նաև ռիթմ N200 փոքր մոդուլյար ռեակտորներ, որոնք նրանք Յակուտիայում են ուզում կառուցել, այստեղ կան թերություններ, որը տեխնիկական մասով շուկեգեներատորների հետ է կախված, որը ժամանակ առ ժամանակ նրանք պետք է փոխարինվեն, բայց եւ ամենայնևս ռուսական կողմինն էլ է մեզ հետաքրքրում խիստ եւ այստեղ պետք է նայենք, թե համեմատության եզրեր գտնենք եւ տեսնենք որն է ձեռնտումներ թե ամերիկյան։ Ամերիկյան կողմը հայտարարում է տարբեր կազմակերպությունների, մասնագիտացված կազմակերպությունների առաջարկներ։ Դա դրանցից մեկը ուրեմն դա Hitachi, դա եռացող տիպի ռեակտորներ են, մոդուլյար են ասում 300 մեգավատանոց զորությամբ ռեակտորներ են, որտեղ դա նախատեսվում է կառուցել Ամերիկայում, Կանադայում, Լեհաստանում եւ այլն։ Տարբեր տեղեր, օրինակ, այս երկուշաբթի օրը մենք պետք է մասնակցենք Լեհաստանում այն երկրների, որտեղ Ամերիկան ուզում է ատոմակայաններ կառուցել, այդ բացմանն է, ընդհանուր քննարկմանը այդ մեկ եւ երկրորդ այդտեղ կա նաեւ Westinghouse AP 300 մեգավատ զորությամբ, որը նույնպես լավ բլոկների համարվում, AP 1000 ռեակտորների փոքր տեսակն է դա, այդ տարբերակը կա Holtex կազմակերպություն, որը բավականին նույնպես 300 մեգավատանոց ջրային ռեակտորներ են, դա նույնպես հետաքրքրական է մեզ հատ, որոնց կյանքի շահգործման ժամկետի տևողությունը 80 տարի է, սրանք երկար, եթե այսինքն դա կառուցվի, մոտավորապես 20 տարի կարել երկար, 100 տարվա, այսպես ասած, 90-100 տարվա տևողությամբ ատոմային էլեկտրոկայաններ, բայց վերջնական եւ կան NuScale, մոդուլյար ռեակտորներ 75 մեգավատ հզորությամբ, որը ընդունված է 6 մոդուլ հավաքել, 6 անգամ 75, դա մոտավորապես կլինի գրեթե այսօրվա մեր ատոմակայանի փոխարինող հզորություն եւ այս տարբերակը։ Հիմա ամերիկյան կողմը հանձնարարել է S&L կազմակերպություն կա, որոնք արդեն 1 տարի կատարում են տեխնիկա-էկոնոմիկական հաշվարկներ են կատարում, մեր տեղանքը հաշվի առնելով մեր ատոմակայանում կից տարածքում, որտեղ պետք է կառուցել, դա սեյսմոկայունությունն է, սեյսմո հնարավորությունները, եղած ջրի հնարավորությունները, սրանք բոլորը հաշվի առած 1 տարի մոտ տարի նրանք աշխատում են այս հաշվետվության վրա եւ նրանք տարբերակներից մեկը ներկայացրել են, որ մենք դեռ վերջնական չենք կողմնորոշի։ Այսինքն, այս պահի դրությամբ ես կպատասխանեի այդ հարցին այսպես, որ կա ռուսական տարբերակ, որը 3+ սերնդի ռեակտորներ են եւ վատ չէ, պետք է ասեմ, բայց հզորությունն է շատ եւ մեկ ուրիշ հարց էլ կա, ջրի հովացման խնդիրները կա մեր ատոմակայանի տարածքում, որովհետեւ դուք ինչպես գիտեք, դա համարվում է ջրի տեսակետից ոչ հնարավորությունները սահմանափակ են դեր հովացման ջրի մեր ատոմակայանում, մեծ հզորության խոշոր գետեր կամ բան ինչ որ չկա այնտեղ եւ այդ օգտագործելու դեպքում մենք կունենանք ահագին խնդիրներ։ Իհարկե ռուսական կողմը առաջարկում է 4 հովացման աշտարակներ, բայց 4 հովացման աշտարակներով հովացնելը այդ կլիմայական պայմաններում, որը համարը բարձրանում է ջերմաստիճանը մինչեւ 40 աշան եւ ավել, այնտեղ կարծում եմ որ հովացման աշտարակները իրենց չեն արդարացնի։ Հիմա մենք ուրիշ տարբերակը, որը ես ճիշտ ասած այն կարծիքն է անձնական, գայթակղված եմ դրանով, դա 600 մեգավատ հզորության բլոկներ են, որոնք ոչ բորային կարգավորմամբ են աշխատում, դա մեծ հնարավորություն է տալիս
հեշտացնում է օպերատորների գործը, շահագործող նոր տեխնոլոգիա է, բայց դա էլ պետք է կառուցեն, նրանք ռուսական կողմը դա կառուցում է մինչև 35 թվականին են ուզում շահագործման հանձնել։ Ամերիկյան տեխնոլոգիաների վրա ես չեմ կասկածանքներ չունեմ, անշուշտ լավ տեխնոլոգիաներ կլինեն, բայց չկա, հասկանում եք, չկա կառուցված, չկա միտեղ ներդրված, որ գնաս քո աչքով տեսնես եւ լավ կլներ, որ մեր մոտ դրվեր այն բլոկները, որոնք արդեն առաջին 2-3 տարի գոնե շահագործվել են, որովհետեւ միշտ որ ատոմակայանները շահագործման են հանձնվում, առաջի 2-3 տարիներում ի հայտ են գալիս թերություններ, որը մտածում ես թե ինչ կարգի թերություններ դրանք կլինեն եւ փորձը կարեւոր է որ մեզ մոտ մենք ունենանք եւ պլյուս դրան պետք է ասել որ այս տիպի ռեակտորներ կառուցելուց, այս տիպի ատոմակայաններ կառուցելուց անշուշտ մենք պետք է անպայման հաշվի առնենք կադրերի հարցը, որ որտեղից վերցնենք կադրեր, ինչ ժամանակահատվածում կարող են կադրերը պատրաստել, եթե ընդրվում է դա առաջիկա տարիներին արդեն պետք է մտածել, ինչպես օրինակ Ռումինիայում են կատարում, ամերիկացիները այնտեղ կառուցում են ուսումնավարժական կենտրոններ, տեխնիկական միջոցներ եւ կադրեր են պատրաստում, մինչեւ Ռումինիայում դրանք 30-ական թվականների սկզբին ուզում են այնտեղ շահագործման հանձնել, որ արդեն կադրեր ունեցան։ Այսպես կոմպլեքս մեծ խնդիր գոյություն ունի, որը պետք է բոլորը հաշվի առնել, որից հետո ուրեմն ճիշտ կողմնորոշել կառավարության Հայաստանի Հանրապետության։ Պարոն Պետրոսյան, տեսեք, օրինակ նախորդ տարի նոր ատոմակայանի հետ կապված մենք հիշում ենք, որ անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել, որ մտել են ըստ էության շատ առարկայական փուլ եւ Միացյալ Նահանգների հետ առարկայական քննարկումների փուլում ենք նոր ատոմակայան կառուցելու հարցում։ Հիմա հաշվի առնելով վարչապետի երեկվա ելույթը համադրելով ուրեմն այս երկուսն իրար հետ, հիմա անվտանգության խորհրդի քարտուղարն ասում էր գնդակը ըստ էության ԱՄՆ դաշտում է։ Հիմա ինչպես հասկանանք երեկվա այդ ելույթից եւ համագործակցությունը արդյունավետ ուրեմն գնահատելու ելույթից հետո վարչապետի Հայաստանը դեռ տատանվում է ուրեմն արևմուտք թե Ռուսաստան ընտրության հարցում։ Ես այսպես կպատասխանեի, ես էլ լսեցի թե վարչապետը ինչ ասեց վարչապետը, որ մենք դեռևս վերջնական կամփոփենք, ես այսպես իմ բառերով եմ ասում, եւ ՄԱԳԱՏԵ-ի մեր գործընկերների հետ էլ կամփոփենք նաեւ նրանց կարծիքները, որովհետեւ ՄԱԳԱՏԵ-ն էլ հիմա շատ ակտիվ աշխատանքներ է տանում փոքր մոդուլյար ռեակտորներով ատոմակայանների ներդրման գործում, որից հետո վերջնական եզրահանգման հաստատենք, այսինքն ճիշտ էր պետք է ասեմ վարչապետ, որ տեղ է թողնված, որս վերջնական ամփոփել եւս մեկ անգամ, որից հետո ճիշտ կողմնորոշվել։ Այստեղ պետք է շատ հաշվի առնել մի բան է։ Վերջը տեխնիկան հասկանալի է, որ 20-րդ դարի 21-րդ դարի 1/4 արդեն անցավ, նոր տեխնիկա է ի հայտ եկել ատոմային էներգետիկայի բնագավառում, օրինակ մոդեռնիզացման ժամանակ, արդիականացման ժամանակ, երբ որ 10 տարի 16-ից 26 թվականը ատոմակայանում մեծ արդիականացման աշխատանքներ է տարվել եւ շատ համակարգեր դարձել են թվային, որը հեշտացնում է կառավարումը։ Իսկ նոր սերնդի ռեակտորներ արդեն նոր սերնդի ռեակտորներով ատոմակայանը ընդհանրապես այնտեղ մարդկային գործոնը քիչ բան է թողնված մարդկային գործոնի վրա, բայց դեպ այնպես պետք է մեստեղ ճիշտ կողմնորոշվել եւ հաշվի առնել վերջը 1 մեգավատը ինչ կարժենա, որովհետեւ դա էլ է կարեւոր չէ մեր ժողովրդի համար, մեր սերնդի համար, որովհետեւ դրանք խոսքը գնում է միլիարդավոր դոլարների մասին է խոսքը գնում եւ դա մնալու է մեր երկրի վրա եւ պետք է հաշվի առնել թե այստեղ պետք է մենք այդ մոտեցումն էլ ցույց տանք։ Այլ մեր հարցերին ես անձամբ հարցեր եմ տվել, թե ինչ կարժենա 1 մեգավատի արժեքը, թերևս գներ ասում են ռուսական կողմը, որը դեռ թանկ է իմ կարծիքով։ Ամերիկյան կողմը դերևս այդպես հստակ գին չի ասել, թե ենթադրեն կառուցելուց, այս կամ այն բլոկը կառուցելուց, ինչ կարժենա 1 բլոկը,
թեկուզ բլոկը 1 մեգավատը ինչ կարժենա 1 մեգավատը 300 մեգավատ ինչ կարժենա եւ այստեղ դնել կամմատության մեջ եւ տեսնենք թե ինչ կստացվի արժեքները դերևս հստակ չեն Տեսեք, մինչ ոսկվա մեկնելը վարչապետը կառավարությունում քննարկել էր նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցեր, նախ ներկա է եղել թե ոչ, պարոն Պետրոսյան, եւ ձեր գնահատմամբ ի վերջո Հայաստանի կառավարությունը լսելով նաեւ մասնագետների կարծիքը ի վերջո այս ընտրության հարցում ում կապավինի մասնագետների մեծ մասը որ տարբերակին են ավելի հակված Տեսեք մասնակիցների ես չեմ մասնակցել այդ քննարկմանը վարչապետի մոտ երևի սահմանափակումներ եղել չեմ կարող ասել այստեղ կա այսպիսի հարց Հայաստանում ինչ ստրուկտուրաներ կան որոնք ի վիճակի են գնահատելու տա Հայաստանում կա ուրեմն հայկական ատոմային էլեկտրոկայան որը շահագործող կազմակերպությունն է ինքը ատոմակայանն է շահագործում Հայաստանում բոլոր այն երկրները որոնք ունեն ատոմակայաններ Նրանք պարտադիր պետք է ունենան ատոմակայանների գիտատեխնիկական աջակցություն ցույց տվող կազմակերպություն։ Այդ ատոմակայանների գիտատեխնիկական աջակցություն ցույց տվող կազմակերպությունը դա ձեր ասած այդ մեծ ընկերությունն է ատոմային էլեկտրակայանների շահագործման գիտահետազոտական ինստիտուտ, որ կրճատ մեծացում են Հայատոմ ինստիտուտ, որը 53 տարեկան է եւ այն ժամանակ, երբ որ Նոր սկսել են ատոմակայանի շինհրապարակում 73-70-ական թվականների սկզբին ատոմակայան կառուցել, այստեղ բացվել է այսպիսի կազմակերպություն, որը 53 տարեկան է եւ համարվում էր Մոսկվայի մասնաճյուղը։ ԲՆԱԵՍ կա Մոսկվայում, որ հիմա էլ շատ լավ գործում է եւ նրանց մասնաճյուղն է։ Այստեղ այս ընկերությունը մեծ դեր ունի այստեղ կատարելու, որը 100%-ով բաժնետել է Հայաստանի Հանրապետությունը, Ռիազոտ Մարմինը, տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարություն։ Սա ուրեմն մեկ կազմակերպություն, որը պետական, այսպես ասած, ստրուկտուրայով հանդիսանում է ատոմակայանի արբանյակը եւ նրան կցված պետք է աշխատի եւ ունի երկար տարիների փորձ։ Երկրորդը դա միջուկային անվտանգության այդպես կարգավորման կոմիտեն է, որը նadzor ատոմ հսկողություն կրճատ ասած, այդ կազմակերպությունն է, որը պետք է հետևի թե ինչ ստանդարտների լիցենզիաները ինքն է տալիս, սա երկրորդ կազմակերպություն եւ կա կազմակերպություն, որը գիտատեխնիկական աջակցություն է ցույց տալիս այդ միջուկային անվտանգության կարգավորող մարմնին։ Եվ այդ կազմակերպությունը գիտական կենտրոնը այդ կազմակերպության համար։ Եվ այլ կազմակերպություններ, որ բուն զբաղվեն ատոմային էլեկտրակայանի խնդիրներով, ցավոք մեզ մոտ չկա կամ այն մակարդակի չի, որ չկա, գրեթե չկա, կա նաև կարգաբերող կազմակերպություն, որը նա մի քիչ ավելի երբ որ գոյություն ունի համակարգը նա կարող է կարգաբերման աշխատանքներ կատարել, բայց որ ռեալ հենց այդ ֆոնի վրա է ստեղծված եւ մեր կանոնադրությամբ Հայատոմ ինստիտուտը դա իրեն կանոնադրությամբ պես է ուրեմն կառուցման փուլում ուրեմն ընդրությունների փուլում ուրեմն գիտատեխնիկական աջակցություն ատոմակայանի կառուցման փուլում ընդրության փուլում հետո մյուս ֆունկցիան իրեն հիմնական ֆունկցիան է շահագործման ընթացքում գիտատեխնիկական աջակցություն եւ երրորդ ֆունկցիան դրան է շահագործումից դուրս բերելու ընթացքում նույնպես գիտատեխնիկական աջակցություն այս սրա վրա պետք է նաեւ մենք շատ մոտ աշխատում ենք ատոմակայանի հետ եւ այս կազմակերպությունները նաեւ կարգավորող մարմին է նadzor ասելով այս շրջանակում է փակվում ամբողջ ուրեմն դաշտը եւ պետք է կարծում եմ ուժեղացնել այս երեք տեղերն ուժեղացնել որովհետեւ կարողանանք ճիշտ կողմնորոշվել Շնորհակալ եմ զրույցի համար պարոն Պետրոսյան Հիշեցնեմ, զրուցում էի Հայատոմ ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանի հետ։